Ողջույն մնացեք մեզ հետ, տեսնենք թե ինչ կպատրաստի մեզ համար երգիչ Վարդան Սարգսյանը։ Успех построен на любви. Лебо Голд. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Բարև Հայկական երկրորդ հեռուստաալիքն է, մեզ քաղցած չէին սպասում հարթում։ Իդեպ դուռը բաց էր։ Համեցեք։ Ուզում էինք մտնենք արդեն։ Կարող էիք, հա, ոչ մի խնդիր չկար։ Ինչպես ես։ Շատ լավ դուք։ Լավ, գնանք միանգամից խոհանոց։ Անցեք։ Ասացիր, որ մեքսիկական խոհանոցին ես լավ տիրապետում եւ միանգամից գայթակղեցիր, որովհետեւ այլևս չեմ էլ ուզում ինչ որ ուրիշ խոհանոցի մասին մտածել, եթե լավ տիրապետում ես, փորձենք պատրաստել մեքսիկական։ Ասենք լավ տիրապետելը մեծ շատ հզոր է հնչում, այդքան լավ չեմ տիրապետում, ուղղակի մի քանի բան եմ պատրաստել կարողանում, ասեմ որ ապուրը առաջի որ պետքա պատրաստենք մեքսիկական այսօր, առաջ անգամ եմ ընդհանրապես պատրաստվելու, երկու ճաշատեսակալնելու, առաջին ապուր, երկրորդը մեքսիկական մռուփ հատուկ փլավ, ասեմ որ համտեսել եմ ռեստորանում, շատ դուրս եկավ ու խնդրեցի, ինձ չմերժեցին ու ռեցեպտը տվեցին, հիմա մենք կփորձենք այսօր պատրաստել այդ ամենը։ Լավ, իսկ ինչ է հարկավոր, որպեսզի պատրաստենք ապուր եւ ասենք հիմնականում այն ինչ որ այսօր պատրաստելու են կապված է հավի հետ, այսինքն երկու ճաշատեսակն է հավով է պատրաստվելու, հիմնական մեզ անհրաժեշտ է հավի դոշ, քանի որ դուք զանգարեցիք, ես մի անգամից հավի դոշը խաշեցի այստեղ, որպեսզի 2 ժամ հետո չսպասենք, հավի դոշը պատրաստ է այստեղ, բայց բաներ կան, որ մենք դեռևս պետք է հասցնենք գնել։ Գնել էիր հավի դոշ։ Չէ, հավի դոշ տանը կար, ուղղակի առավոտյան հասցրեցինք նաև խաշել, իսկ երկրորդ ճաշատեսակի մեջ ասեմ, որ մեզ հումա պետք հավի դոշը, դա պատրաստ արդեն այստեղ սպասում է մեզ։ Ասեմ, որ խոհանոցին ես այդքան լավ չեմ տիրապետում, դրա համար ավելավակուրս գա ինքը ինձ կօգնի, ես այդքան պրոֆեսիոնալ չեմ, նավանդ ասեցի ապուր առաջին անգամ պատրաստելու, ոնց որ կարծում եմ ինքը ինձ շատ ու շատ կօգնի։ Վարդան, արի հերթով գանք, ուրեմն հարկավոր է այդ ամենը պատրաստելու համար։ Առաջինը հավի դոշ։ Հավի դոշ ունենք։ Հավի դոշ արդեն ունենք խաշած, առաջին ճաշատեսակի համար ու հում վիճակում ունենք, դա երկրորդ ճաշատեսակի համար։ Հիմա մեզ ինչ է հարկավոր, բնականաբար մեքսիկական խոհանոցը ինքը մռույ է շատ սիրում, դրա համար մենք ունենք այստեղ պատրաստի այսինքն գնված սխտոր ու սոխ։ Երևի չկա այդպիսի մեքսիկական ճաշատեսակ, որը մռու չլինի, ունենք մռու բիբար, սխտոր, սոխ, առաջինը սոխն է մեզ հարկավոր, եթե մենք գտանք։ Ահա։ Եվ իսկ ինչ չունենք, ինչ է հարկավոր գնել։ Մենք մի քանի բան կա, որ պետք է անպայման խանութից գնենք, ինքը ընդհանրապես այս սուպը ես այսպես եմ անվանում մեքսիկական խաշ, ինչի որտեվ իրան հետո մեզ մոտ ոնց է խաշի մեջ լավաշ են, չէ, վերջում դնում ուտում, այնտեղ չիպսերով են ուտում ու պարտադիր մռու չիպսերով, այսինքն մենք պետք է գնենք կուկուրուզ, չիպսեր, մռու եւ լիմոն պետք է գնենք։ Այսինքն դեռևս խանութ պետք է գնանք, բայց կարծում եմ ինչ այդ կարող ենք հասցնել, սկսել թե գնանք գանք նոր։ Չէ, կարծում պետք է գնալ խանութ, գնումները կատարել եւ վերադառնալ սկսել։
Գնանք խանութ ուրեմն վերադառնանք։ Սովորաբար դու ես գնում գնումների, թե Չէ, մայրս ընդհանրապես զբաղվում է հարցերով, ես չեմ զբաղվում ընդհանրապես, բայց այսօր փաստորեն ձեր ծրագրի համար մենք միասին կգնանք որևէ մոտակա խանութ ու կգնենք այն ինչ որ անհրաժեշտ է։ մեքենա ունես։ Ես դեռևս չունեմ, մի քանի ամսից արդեն կունենամ, այս պահին քրոջս մեքենայով կգնանք։ Գնացինք։ Գնացինք։ Գնացինք, Բարև ձեզ։ քուրս է։ Շատ հետաքրքիր քույրիկ անձնական վարորդ։ Չէ, անձնական վարորդի հարց չի, ուղղակի քանի որ հիմա մեքենա ինքն է վարում, ասացի մի քանի ամսից արդեն պատրաստում եմ, հիմա արդեն փնտրում եմ այն մեքենան, որ ուզում եմ գնել, այնպես որ շուտով մի քանի ամսից կլինի նաև իմ մեքենան։ Լավ, իսկ կարող ենք խնդրել դու հետևի մասում նստես, Իհարկե։ որպեսզի Դավիթին հարմար լինի նկարել։ Շնորհակալություն։ Վարդան, քո թույլտվությամբ երկու հարց քրոջը տամ։ Իհարկե։ Սովորաբար հայկական ընտանիքներում հակառակն է լինում, չէ՞, եղբայրը քրոջը չի թողնում մեքենա վարել, այսպես խիստ պահանջկոտ եղբայր, քո դեպքում ինչպես է։ Իմ դեպքում չէ, մեր դեպքում տենց խնդրեմ չկա, չթողել։ Կարծում եմ հիմա 21-րդ դարն է ու տենց աղջիկը ղեկին այդքան էլ Ֆենոմենալ բան։ ֆենոմենալ չի, այո, եւ արդեն սովորական է բոլորի աչքերին, երբ որ աղջիկը ղեկին է։ Օրինակ ես նկատել եմ, որ երբ որ գեղեցկադեմ աղջիկ է ղեկին, տղամարդիկ մի տեսակ փորձում են ոչ թե ճնշել, այլ ագրեսիվ լինել 4 կողմը։ Ուշադրությունը իհարկե կա 4 կողմից, բայց իհարկե ընդհանրապես ուշադրություն է, որը լինեց ղեկին թե դուրսը կապ չունի, եթե ուշադրություն կա, ուշադրություն կա։ Լավ, իսկ ինչու եղբորդ մեքենա վարել չես սովորեցնում։ Իմիջիայլոց մի քանի անգամ փորձել ենք։ Ես կողքը չէ, իր մոտ իմիջիայլոց շատ լավ ստացվում է, ուղղակի ինքը ուզում է իր սեփական մեքենային նստի ու սկսի քշել։ Իմ մեքենայով չգիտեմ ինչի չի ցանկանում։ Այնց թվում էր ինքն է գնա եւ նվիրել քեզ։ Ոչ, Չէ՞, սա է դեպքը անցած հաղորդմանը մենք նշեցինք, որ եթե իհարկե հիշում ես, ինչ նշեցինք։ որ մեքենան ես եմ գնել, ոչ թե երես։ Չմոռանանք, որ քուրս նույնպես աշխատում է, այսինքն ուղղակի տունը նստած չի, միայն ես չեմ աշխատում, քուրս աշխատում է արդեն շատերը երևի գիտեն, բորտուղեկցորդու է նա, ամեն օր թռիչքների մեջ եւ անհրաժեշտ է իրան առաջին հերթին մեքենա, որտեղ ամեն օր գնալ օդանավակայան գալ, տաքսիներով դա շատ մեծ գումար է կազմում, իսկ այս դեպքում ավելի հարմար է մեքենա ունենալ։ Դե քանի որ օդանավ չի կարողանում վարել, մեքենա վարում է։ Հա, գոնե։ Շատ լավ, այսքանը։ Գնացինք։ Եվ կոնկրետ գնումները գիտեք։ Ամենաառաջի փաստը Սայլակ վերցնենք, այդ տեսնում ես, Չէ, ինչ այդքան բան անուշադիր է։ չունենք գնելու, ավելի լավ է sense մի բան վերցնենք։ Բայց սա ավելի հարմար է։ Գնացինք առաջ։ Ասեք ես օգնեմ, ես այս խանութին լավ ծանոթ եմ։ Առաջինը մեզ չիփսեր են հարկավոր, մռու շատ, ահա, եւ տոմատի հյութ, հիմա մենք կընտրենք միանգամից։ Խառը կանաչի։ Գիտես օրինակ ինչպես են ընտրում որակով է թե ոչ թե։ Դե ուղղակի նայում են թարմ վիճակում, ինչքան Գույնը, չէ, կարևորը գույնն է, որ լավ կանաչ լինի, դեղին մասեր չունենա։ լինի, ինքը ջլորած չլինի, սա լավ է։ Լավ։ Հաջորդ մեր գնումը Չիփս է երեք։ Հա, դա պետք է անպայման ամենամռու չիփսերը վերցնենք։ Չիփսերը նույնպես գտանք, չենք ասում ինչ չիփսեր են, բայց ամեն դեպքում կարևորը մռու լինի, ինչը մեքսիկական խոհանոցին շատ մոտ է, կարող է շատ մռու լինի։ Հյութ վերցրինք, կանաչը վերցրեցինք, չիփսերը վերցրեցինք, մնաց վերցնենք լիմոն եւ վերջ։ Այդքան։ Մնաց լիմոնը գտնենք։ Հմուտ է ընտրություն անում եղբայրը։ Ամեն ինչում է այդպես թե գնումների մեջ։ Մինչև հիմա իր կյանքի կեսին չի կարողացա ընտրել եւ Այդ հարցերով խնդրում եմ իրան անձնական, բայց ինչ վերաբերվում է չեք նախատում, որ գտի այն աղջկան պատկերացրեք ոչ։ եւ այլն եւ այլն։ Ոչ, մեկ մայրիկին հարցնում են ինչի դարձել եք արդեն 30-20, բայց չէ, ինչ խնդրեմ չկա, երբ կլինի, պետք չի վրազել։ Լավ, կարծում եմ սուպերմարկետը հարմար վայր է ինչ որ մեկին գտնելու։ Ուշադիր 4 կողմը նայ։ Լավ։ Ուղղակի ոնց նայեցի 4 կողմը, ոնց սպառացի, բոլորը թոշակառու են սուրում։ Այս պահին այդպես է, բայց օրինակ սուպերմարկետում ծանոթանալ շատ հեշտ կարելի է ինչ որ հարցով դիմել եւ այլն եւ Կյանքում այլն։ այդպես դեպք եղել է, թե ոչ։ Ես կարծում եմ, որ հնարավոր է։
Ինչ ենք, մեր հաջորդ գնումը որն է։ Լիմոնն է մնացել այն կողմ երևի թե։ Կանաչ կիտրոն է հարկավոր, թե դեղին։ Մենք 2 հատ կվերցնենք դեղին, 2 կամ 3 հատ։ 1 հատը ճզմելու համար, հետո մեզ հարկավոր է լայմ վերցնել, ես չգիտեմ։ Այ կա, այստեղ կա, ահա։ Սրանք են, չէ, կարծեմ։ 2 հատ վերցնենք, վերջում սա պետք է կտրատենք ու լցնենք ապորի մեջ։ Վերջ այսքանը։ Այսքանը։ Գնացենք Ամեն ինչ տանը կա, ամենակարևորը ինչը խմիչքը, որը ես տանը ունեի, մենք այսօր խմելու ենք, բնականաբար եթե մեքսիկական խոհանոց, ուրեմն խմելու ենք տեկիլա։ Այնպես որ այդ ամենը արդեն բնակարանում։ Վարդան, մինչ դու գալիս էր, ես պարզեցի, որ դրամարկղում աշխատող աղջիկն էլ իր երկրորդ Ես քո այդ բնավորությունը չեմ սիրում, որ դու բոլորի անձնական հարցերը բոլորին ամուսնացնում ես։ Եվ այդ տեսնում ես կարող ես ծանոթանալ։ Մենք արդեն ծանոթ ենք։ Ծանոթ եք։ Այո։ Դե հեռախոսի համարներն էլ ունեք երևի։ Ունենք, այո։ Մեզ մնում է միայն Անցնենք բուն թեմայի։ երջանկություն։ Մենք թթվածերն էինք մոռացել վերցնել, ինչը ամենակարևորն է։ Շատ լավ։ Հիմա մի րոպե հասկանանք ով է վճարում։ Բնականաբար ես։ Մենք կարող ենք վճարել։ Չէ։ Եթե զեղչի քարտ չունես, ես ունեմ, կարող եմ օգնել։ Չեմ կարծում, այդքան մեծ չեն գնումները զեղչի Բայց այն քարտը ամենայնիվ, զեղչ 250 դրամ զեղչեցինք։ Դու դրա համար ես փաստորեն անդադ ես երկրից մյուս երկիր գնում, ամեն օր ամեն խանութում որ զեղչես, այդ գումարը միացնես իրար, վերջում կարող ես որևէ երկիր հանգիստ Վերջերս Վարշավայում զեղչի քարտ նվիրեցին սուպերմարկետում, դրա համար պետք է վերադառնամ, որ գործածել։ Ինչը դու պատրաստում ես անել, մերսի։ Մոտավորապես 5000 դրամ, հա, 4600 դրամ։ Մեքսիկական խոհանոցի համար դա բավականաչափ Չէ, մի մոռացի, որ մենք մի քանի բան ենք ընդհանրապես ավելացրել, ամբողջությամբ այդքան էլ էժան չէ, այսինքն կարևորը համեղ է, կարելի է ամեն յուրաքանչյուրը կարծում կարող է իրեն թույլ տալ, ամիսը մեկ անգամ որևէ երկրի խոհանոց պատրաստել, խոհանոցային ուտելիքներ, ու այսպես կլինի։ Շնորհակալություն։ Ուզում եմ քրոջը շնորհակալություն հայտնել, որ մեզ անվտանգ տեղափոխեց խանութ եւ հետ։ Շնորհակալություն, գնացինք եւ կարծում եմ խոհանոցում նույնպես կօգնես երբ որ։ Անպայման կօգնի, որտեվ էլ եմ ասում, ես այդքան հմուտ չեմ խոհանոցային գործերում, ինքը պարտադիր կօգնի ինձ։ Ես ուղղակի լավ բաղադրություն եմ հիշում, որից հետո ինչ պետք է անենք։ Ձեր կատուն ո՞րն է այստեղ։ Իմիջիալից մենք կատու, այս ընդհանուր շենքի կատուներն են, նայեք ինչ լավն են, ու ինչ է ասախ շենքը իրան շատ սիրում ու պահում։ Որտեվ մուկ չկա։ Այո, որտեվ մուկ չկա, կրիզ չկա, ինչը շատ լավ, որտեվ այսօր քաղաքում շատ տարածված է։ Իսկ մեր շենքում չկա, ինչը, այս շենքում չկա, ինչը շատ լավ փաստա։ Գնացինք։ Չխորանանք կատուների մոտ։ Սովածացա։ Ինչ արեցիր։ Սովածացա։ Դու։ Բան չեմ կերես։ Սկզբնիկ ճարաճ եմ զարթնել։ Իսկ ես սոված չեմ։ Դե մինչև սարքենք։ Եվ այսպես սկսենք։ Սկսենք։ Բաղադրատոմսի հիշում ես։ Հա, մոտավորապես հիշում եմ, չիպսերը արդեն պատրաստ են, սա դնենք մի կողմ, սա մեզ վերջում է պետք գալու եւ սկսենք։ Ինչը մեզ անհրաժեշտ։ Ամենակարևորը կարելի է միանգամից 2 ճաշատեսակը միաժամանակ պատրաստել, ինչը շատ հարմար կլինի, կարծում եմ։ Սա ինչպես նշեցինք, հավիդոշը արդեն խաշված պատրաստ է, սա դնում ենք մի կողմ, սա դնում ենք այստեղ։ Տնարար եւ հմուտ ես։ Շատ պրոֆեսիոնալ, որ հա, ինչ որ ռեստորանում երկար տարիներ աշխատել ես, հիմա ներկայացնում ես։ Բայց դա շատ լավ է։ Չէ, էլ եմ ասում, այդքան պրոֆեսիոնալ չեմ, ինչքան հմուտ ես։ Հիմա սա միացնենք։ Հա, հիմա մեզ ինչ է հարկավոր։ Առաջի հերթին սոխ, պարտադիր, կտրատում ենք սոխը։ Լավ։ Հետո Սոխը կլպում ենք ու շատ մանր կարծում եմ։ Պետք է կտրատենք։ Չեմ սիրում սոխ։ Միացրեցի՞ր մաշ։ Գրատակ իսկ։ քուրիկդ մինչև սոխը կտրատի, դու շարունակիր։ Ես նույնիսկ չգիտեմ, որն է միացնում, անկեղծ ասած։ Փորձիր։ Հերթով որը միացնի։ Չմիացավ։ Ստացվեց։ Իսկ որն է հարկավոր։ Վերջացնում։ Կարծում եմ սա ավելի հարմար է։ Երևի թե նորից լուցկի պետք է օգտագործենք։ Եթե ունենանք։ Եթե ունենանք, բայց կարծեմ ընդեղ ունենք, հիմա ես կբերեմ։ Լավ, սպասենք։ Դժվար գործը ինձ տվեցիք։ Սա է դժվար, որ ուզում եք ես մարդ։ Չէ, ոչ թե դժվար, այլ ուղղակի Սաժիգալկա ունեք ժողովուրդ։ Լուցկին չի վառում։ Լավ, հարևան չունեք։
Գնանք լուցկի բերենք։ Հարևանից, պատկերացնում ես։ ես կարող եմ քեզ միջոց ասել։ Բեր թուղթ, այրիր, հա։ Չեղավ։ Բայց ինչու՞մն է բանը։ Ես չգիտեմ, ինչ որ կայծերը վերջացրել են երևի մեջի։ Դժվար են միանում ամեն դեպքում։ Հայք ինչով ենք մենք միացնում հիմա։ Այ սուպերմարկետից մոռացավ գնել լուցկի։ Ամենաթանկ բանը հիմա այս պահին։ Որն է։ Չէ, սխալ եմ անում։ Տենում եք, որ այդքան էլ հմուտ չեմ, չգիտեմ որն է։ Լավ, սա հայոց համազգային հարց դարձավ։ Վերջ։ Ամենադժվար գործից հարց հասցրեցինք։ Սա պետք է լավ ցածր անենք։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Либо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Հիմա ինչ ենք անում, անցնենք արդեն բուն թեմային, հանդիպման, այստեղ ձեթը լավ պետք է դաղվի, այո, հիմա այստեղ ջուր ենք լցրել, մի քիչ տաքանալուց հետո եւ որ ամենակարևորը մի քիչ ձեթ, նաեւ ջրի մեջ, այստեղ հիմա ավելացնելու ենք սպագեցին չէ փլավը, որը պետք է թեթ քաշ լինի, որտեղ հետո ինքը գնալու է արդեն ջեռոց, այնպես որ այդ ամենը մի քանի րոպեից անել։ Վարդան, ինչ տեղի ունեցավ մեր հեռուստադիտողը, որպեսզի հասկանա։ Ջուրը արդեն եռում է, այստեղ արդեն օգնության են գալիս, ինչպես նշեցինք, ձեր հովանավորները։ Հիմա սա փորձենք բացել։ Կարող ես այսպես ձեռքով բացել, հեշտ բացվում է, ես կարող եմ օգնել։ Եվ լցնում ենք միանգամից եռացող արդեն ջրի մեջ։ Ամեն ինչ պարզ է։ Եվ շատ պետք չի խաշվել, թող թեթ քաշ վիճակում աննա մեզ հարկավոր։ Այսպես որ այս ամենը դատարկենք այստեղ, որպեսզի մենք անցնենք մյուս ճաշատեսակի պատրաստմանը։ Իսկ ջուրը ինչով է զբաղված։ Ջուրը կտրտման process-ի մեջ է։ Մանր, որը պետք է ավելացնենք այնուհետ ապուրի մեջ։ Մենք բնականաբար այստեղ հիմա մի քիչ աղ կանենք։ Վարզեց։ Մի քիչ աղ կանենք, չնայած այն վերջում եւս մի քիչ պետք է։ Դավիթ, խնդրում եմ նկարի այս մասը, այստեղ պատրաստ է արդեն սոխը, հա, սխտորը եւ բիբարը։ Այո։ Այստեղ մեզ մոտ ձեթը արդեն գրեթե դաղվել է։ Հիմա այստեղ միանգամից առաջին հերթին ավելացնում ենք սոխը ոչ ամբողջությամբ, երևի այսքանը բավական է, մնացածը թողենք երկրորդ ճաշատեսակի համար եւ բնականաբար սպասենք, որ սոխարած է սա դաղվի։ Ընթացքում ավելացնում ենք նաեւ սխտոր եւս մի մասը, մյուս մասը կպայենք մյուս ճաշատեսակի համար եւ շատ կծու բիբար, որը ես շատ եմ սիրում։ Սա նույնպես ավելացնում ենք։ Եթե մեքսիկական խոհանոց է, պետք է անպայման կծու լինի։ Այո, պարտադիր պետք է լինի։ Ինչ է կարծում, շատ կծու անենք, թե չէ։ Շատ կծու արա։ Եկեք ամբողջը լցնենք մեջը։ Հետո Եվ սպասում ենք, որպեսզի այս ամենը դաղվի։ Շարունակենք։ Ստեղ արդեն պատրաստ է մեզ մոտ փլավը ձեր հովանավորի։ Եթե կարելի ձայնը անջատենք, հա, նկարահանմանը խանգարում է։ Ահա, ստեղ արդեն մեր փլավը կարծես թե պատրաստ է, մենք կարող ենք սա արդեն անջատել։ Ահա։ Այստեղ ավելացնում ենք սովորական սամայրիկս է պատրաստել, խանութից պետք չէ գնել, կարծում եմ տնականը եւս շատ համեղ է, կես բանկան պետք է
արդեն դատարկենք։ Սա, չգիտեմ, աջիկա է կոչվում թե ինչ, ինքը լեչո, այո, լեչո է։ Ահա, կարծում եմ այսքանը բավական է։ Ու պետք է խառնենք, որպեսզի սա եւս ընթացքում պատրաստվի։ Բայց այստեղ այդպիսի բան գրված է։ Այո, գրված էր այդպիսի բան, բայց որպեսզի ժամանակը անիմաստ չկորցնենք, մենք ունենք լավ քամիչ։ Սա վերցնում ենք։ Ես հիմա դրա պատմությունը եւս կպատմեմ։ Նայեք ինչ ենք անում, որպեսզի հատ սա լինի։ Այստեղից Ինչի պատմություններ ուզում պատմել։ Հիմա այդ թղթի, մի րոպե։ Բոլորը հասկացան, որ ինչ-որ մի թուղթ կա, որից օգտվում ես։ Այո։ Սա լցնում ենք այստեղ։ Վստահ ես, որ կարող ես։ Ահա, ստացվեց։ Ահա։ Եվ դրանից հետո միանգամից, որպեսզի ինքը չկպնի, վերցնում ենք սառը ջուր։ Եվ սառը ջուրը միանգամից լցնում ենք Իսկ ինչի սառն անից, ջուր չունես։ Շատ սառը, չէ, մեզ մոտ միշտ այդ խնդիրը կա, մեզ մոտ ջրերը գալիս են երեկոյան ժամը 6-ից։ Ես խնդրում եմ այդ հարցը թե լուծեք, դուք պետք է լուծեք վերջը, այո, հեռուստատեսության միջոցով։ 21-րդ դար, բայց ամեն դեպքում մեզ մոտ ջուրը ժամով է։ Մի մտածի առանձնապես մոտ ժամանակներս ընտրություններ են եւ ամեն ինչ կարգավորվի։ Գիտես քանի ընտրություն է անցել, այդ հարցը չի կարգավորվել։ Այս անգամ ամեն ինչ կարգավորվելու է։ Մաքսիմումը ասֆալտապատվում է, չնայած դրա համար էլ ենք շատ շնորհակալ։ Եթե ջրի հարցը լուծվի, կարծում եմ այս թաղամասի բնակիչները շատ շնորհակալ կլինեն։ Այստեղ կարծում եմ արդեն հոտ զգում ես, մռայության հոտը։ Այստեղ արդեն գրեթե պատրաստ է։ Հիմա մի քանի րոպեից մենք պահել ենք այն ջուրը, որտեղ խաշվել է հավիդոշը, եւ քամիչի միջոցով այս ջուրը արդեն պետք է տեղափոխենք այս ամանի մեջ։ Կարծում եմ այնքան խառը ներկայացրեցիր այս ամենը, հեռուստադիտողը չգիտեմ կհասկանա ինչպես պատրաստի թե չէ, բայց վերջում կանադառնանք կրկին, հա։ Ես կարող եմ արագ ասել, այստեղ ուղղակի մենք լցրեցինք սոխառած արեցինք, սոխ, սխտոր եւ մռուբի բար, ավելացրեցինք լեչո, հիմա հավիդոշը, որի մեջ խաշվել էր, այդ ջուրը ուղղակի դատարկում ենք այդ ամանի մեջ։ Հիմա մենք այդ process-ին կանցնենք։ Դու պահես, ես լցնեմ։ Քույրդ խիստ հայացքով հետևում է քո գործողություններին եւ պահեր են լինում, որ դժգոհում են։ Չէ, տենց չեմ դժգոհում, ուղղակի ուզում եմ հետևում, որ ամեն ինչ նորմալ լինի, ինչպես գրված է բաղադրատոմսում, որպեսզի համեղ ստացվի։ Շատ լավ։ Ահա, Ընդմիջենք եւ շարունակենք։ Այո, ընդմիջենք, մինչեւ ինքը արդեն սկսի եռալ։ Այս հազար գլուխ լավ է։ Չեմ ուզում շատ սպասել, կապեր, դրա համար եմ ներվում։ Շատ չեմ սպասում։ Ամեն ինչ նորմալ է, 2 ժամ է դարձած։ Հա։ Չէ, որ ասիր եղել է 9 ժամ ենք նկարել, մենք ահագին պիրոդ ենք, փաստորեն։ Էն չեն սպասում ինչ հեշտ է, չէ՞, մի րոպե տնով անցան, սա բրծավ, էսի դեար էս քան։ Մեքսիկական բլութ։ Էսա բյուրերինը։ Դե ջուկ ինչ է կանում այսօր։ Ինչի նկարանում, չէ։ Էսի կդնենք ստե, որ ժամանակ չկորի, մենք արագ Վարդան, ես չեմ հասկանում։ Պետք է մի շուտ բանոդենք, ինչքան բիզնեսում մարդկա։ Հեսա գա։ Ինչ անեմ, երեխեքը պետք է գան հետևից, ասին քանիսին, ասի ժամը 4-ին։ Չէ, դեռ սախից գալիս է եղել։ Ես ուզում եի զանգել, պրոստը չէի կարող զանգել։ Բանա, ինչ են ասում։ Սամոնի չար է, սա մենա պիվա եմ կարող զանգել։ Սամոն պետք է ժաննային վերցնի, իվետը։ Բա դու պետք է իվետին վեկալեի։ Չերկամ իվետի։ Բա ծաղիկները վերցրիր։ Գիտես խի չեմ վերցրել, որտեղ գնացի սա բաները 1000 դրամ էր, 800 դրամանոց վար չկար, իմ հավանասեր 2500 Սա ամենը որ եթերում պայթնում չեք վերանա, չէ՞ մեզ։ Յա զզում եմ ձեզ։ Ինչ որ էլի։ Ադիոթն ես դառնում մեր կա։ Եթե նկարում չի Կարող է։ Այ ճոք, կյանքος ես գրողն եմ իրական։ Չէ, ցավտան, արագ մեկը պարապում։ Ինքը ինձանց լավ անում 100%։ Դրա համար տավն ես մնացել, ինչ ես կարող անես։ Այնքան ուզող ունի, գցում բռնում է։ Սխալ է էլի։ Որ պետք է մի ուզող ունենա, մի անգամ ստանալու սա։ Ես էլ պետք է խաշի։ Չէ, դա ժարի տալնում արագ։ Մինչև սուպը լինի, լցնենք արդեն, դա գցենք դուխովկա, վсё։
Հələ մենակ էդի սոուսն է, չէ՞ սուպի։ Չէ, սուսն արդեն մեջը պետք է ավելացնենք բանը։ Ուրեմն ասեմ, արդեն մոնտանապես 4 սրան տարապում ենք ստե։ Չորժոն։ Սոված մեռախեշտարիքը։ Լավ գերացենք ստե։ Իսկ ես անց սոված եմ։ 4 ժամ ո՞նց է, 2 ժամ է։ Պատկերես քանը պատրաստ։ Որ փուլում ենք, շարունակենք։ Հիմա միանգամից երկրորդ ճաշատեսակի համար կտրատում ենք գազարը, որը արդեն քիչ է մեզ հարկավոր։ Սպասում ենք, երբ է ճաշը եռալու, որպեսզի ավելացնենք մնացած բաղադրատոմսի ինչ որ հարկավոր է ճաշի համար։ Ես ուզում ասել, որ հյուր ունես։ Լավ, թող գաղտնիք մնա։ Մի հյուր չէ, քանի որ բացենք գաղտնիք, այսօր ես նաև ծնունդ եմ հրավիրված եւ իմ գոլեգաները եւս մենք միասին ենք հրավիրված մեծ խնջույքի, նրանք բոլորը պետք է գան իմ հետևից, որպեսզի մենք միասին այստեղից բարձրանանք Աբովյանի կողմ, չնշենք որտեղ են գնալու։ Բոլորը պետք է գան քո հետևից, ինչ է դա։ Որտեղ բոլորը մեքենա ունեն, ես ոչ։ Չէ, քանի որ այստեղ ճանապարհը այս կողմով է, մեկ երկրորդը բոլորը մոտակայքում են բնակվում, ամենավերջում ինձ են վերցնում, ահա Օլգա Այվազյանն արդեն ժամանել է մեր բնակարան։ Եվ սպասում է, երբ ճաշը պատրաստ լինելու, մենք անդառնանք։ Դեռևս չի եռում ցավոք սրտի, սպասում ենք այդ process-ին, բայց կարծում եմ արդեն պատրաստվում է եռալ։ Այդ ընթացքում հավի դոշը կտրտվեց, սա երկրորդ ճաշատեսակի համար է, մենք հետո կամաց-կամաց հատ-հատ կկրկնենք ինչ էր պահանջվում, որ հերթականությամբ պետք է անել, սա պետք է լինի արդեն հում։ Երկրորդ բաղադրատոմսում հավի դոշը պետք է լինի հում։ Մենք դեռևս սպասում ենք, թե երբ է սա եռալու։ Սպասենք։ Գենաց վալեում սեղան պետք է։ Դա վայ, գիտես, ինչ կանեմ, այդ գենաց վալեից հետո հա գենաց վալեից եմ բան, գնում եմ հենց իրանց մոտից։ Չէ, ես գենաց վալեում սեղան ա, կարելի է։ Хорошо? Давай։ 3-ից թե 5-ից։ 3-ից խաղանք։ Ամենակարևորն է, որ ով էլ հաղթի, մենք պարտադիր մասնակցում ենք։ Կասենեցի ուժեղ նարդի խաղաց սովա։ Սա 2, ճիշտ է։ Այո։ Հաշիվը սա 6։ Դեռ նոր ենք սկսել, հաշիվը դեռ 0-0 է։ Ոնքան 6 տվեց, սուր։ 6 ու 3։ 1, 2, 3, 4, 5, 6։ Սենց խաղը։ Ես սա պետք է։ 1, 2, 3, 4։ Ինձ Նայ, ես բայց մարդ չեմ լինի։ Որտեղ ես մարդ չեմ։ Կարանք նկարենք մի քիչ, ժողովուրդ։ Մի րոպե, կարևոր պահ է։ Որ մարսում ես կուկարիկի հետ պետք գորած։ Չէ, կուկարիկու չկա։ Բայց քչես լավ չէ։ Ես տալա 3։ Բայց կարա 4 խաղայ, չէ, գիտես։ Մենք հատուկ բացեցի։ Երկու կապը հանեցին։ Ես արդեն հանում ես։ Ես ոնց սենց եղավ։ Ավելի շուտ պարում։ Սա 3, սա 4։ Բայց կարող է մարս չեղա, պես է։ Մարս չեղա։ Եվ այսպես գենացվալե պանդոկում կհանդիպենք մոտակա Անպայման։ օրերս, հա։ Կներես որ կրեցի, բայց հիշում ես մի անգամ ես կուկարիկու կանչեցի։ Հա, ես, չէ, ես անպայման կկարում։ Գնանք տեսնենք խանութում ինչ է տեղի ունենում։ Դուք նայեք այստեղ մի քիչ։ Այստեղ։ Ինչ է տեղի Վերջ ունենում։ ապուր արդեն եռում է։ Կներես հյուր ուներ, ես նարդիով գրեցի, հաղթեցի եւ մոտ ապագայում գենացվալեում ենք հանդիպելու ենք։ Ես զեղչի քարտ ունեմ, Օլջան։ Իդեպ ուզում էի կուկարիկու կանչել, որովհետեւ մի անգամ ինքը ինձ հաղթել էր եւ ես կուկարիկու էի կանչել, բայց այս անգամ մեղմ վերաբերվեցինք այդ ամեն ինչին։ Հետո տգեղ է որ մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները կանչում են կուկարիկու, անդրադառնանք խոհանոցին եւ պատմիր ինչ է տեղի ունենում։ Հիմա ապուրի մեջ ավելացնում ենք հավի դոշը, որը կտրատել էինք։ Ապուրը կարծես թե արդեն պատրաստ է։ Չէ, դեռևս ավելացնելու բաներ ունենք, բայց կարծես թե այո, քիչ է մնացել, ամեն դեպքում ավարտին ենք մոտենում ապուրի պատրաստման։ Կարելի է Օլգա Այվազյանին 2 հարց տալ։ Կարելի է։ Բարև ձեզ։ Տեսնեք, չէ՞։ Ձեր ընկերը շոու բիզնեսի ներկայացուցիչ պատրաստում է, էփում, թափում է։ Միշտ որ պատասխանում եմ, բայց ես վերջերս ես իր այդ շրջագայում եի, ասեմ ձեզ, մեզ այնտեղ է բաց չէին կերակում, բայց Վարդանը սերունի է։ Ինչ չեք ամուսնանում Վարդանի հետ։ Վարդան իմ 12 տարվա շատ լավ հարազատ ընկերն է։ Հետո ինչ։ Մենք զուտ
ընկերներ ենք եւ Վարդանը ունի ընտրյալ արդեն վաղուց, ես էլ ընտրում եմ։ Հա, այս ինչ նորություն ենք իմանում։ Այս պետքա մոնտաժ անվի արդեն։ Ընտրյալ ունես եւ քեզ մեկ տեսնում ենք ուրիշ հաղորդումներում։ Գիտես ինչ կռիվների մեջ եմ ընկել հետո այդ ծրագրի պատճառով։ Անդրադառնանք ամեն դեպքում փոխենք թեման, անդրադառնանք։ Այստեղ լսրեցինք հավիդոշը, սպասում ենք եւս մի քանի րոպե որպեսզի եռա։ Այդ ընթացքում արդեն միանգամից պատրաստում ենք երկրորդ ճաշատեսակը։ Համանի մեջ միանգամից եւս մեկ անգամ սող եւ սխտոր ավելացնում ենք եւ սպասում ենք որպեսզի մի քիչ սողն ու սխտորը կարմրեն։ Այդ ընթացքում կարող ենք խառնել ապուրը։ Քուրս ամեն ինչ արեց, չմտածեք, բան չի արել, այնքան կտրտեց։ Արդեն ամենահեշտ աշխատանքն է։ Ամեն ինչ անում է, չի դժգոհում, չի բողոքում։ Կեցես։ Շատ համբերատար քույր ունես։ Այո։ Իսկ Օլգա Այվազյանը այնտեղ սոված իրան կոտորում է։ Օլգա Այվազյանի մատրավալությունը գցել է, կարծում եմ, չէ, սուտ եմ ասում, ինքը սիրում է շատ ընկերների հետ, այդպես շրջապատով գնում ենք շատ ու շատ չինական ռեստորաններում ենք նաև լինում, բայց այս անգամ պատրաստում ենք գնալ կենաց վալեմ։ Դե ինչ, այստեղ հիմա արդեն սպասում ենք 2 րոպե, ինչպես նշեցի եռա, իսկ այս հատվածում ավելացնում ենք հում կտրտած հավիդոշը, պարտադիր հում։ Սա ավելացնում ենք արդեն սոխի եւ սխտորի մեջ։ Որքան ժամանակ է հարկավոր, որպեսզի ասեմ, որ շատ Օլգա Այվազյանի քաղցը բավարարվի։ Մենք ասեմ, որ այստեղից էլ ենք տեղ գնալու։ Մենք հիմա աշխատում ենք ձեր քաղցը բավարարենք, սիրելի սուրը։ Մենք արդեն կշտացանք այս հոտելից։ Այնպես չէ, որ Վարդանը միայն ընկերը, ես Մաշայի հետ եմ շատ մոտի։ Շատ ջերմ եք գրկե իրար։ Ուրիշ բան չմտածել։ Հա, լավ, բարձ։ Վարդան խոսի։ Հիմա պետք է սպասենք, որ սա արդեն պատրաստվի, ընթացքում այստեղ մենք ինչ ենք ավելացնում, արդեն ապուրի մեջ ավելացնում ենք պատրաստի լոբի, ահա, հետո եւ եգիպտացորեն, կուկուրուզ։ շնորհակալություն, որ հուշեցի։ Քրեսոքնեց, այո։ Սա նույնպես ավելացնում ենք։ Ընթացքում միջև այս ամենը այստեղ կխաշվի եւ այստեղ հավիդոշը կպատրաստվի, մենք արդեն պետք է կտրատենք ավոկադոն, որպեսզի եւս ավելացնենք ապուրի մեջ։ Մենք հեսա կծածկենք, որպեսզի այն պատրաստվի։ Կարծում եմ մի քանի րոպեից եւս անպայման կհանդիպենք։ Լավ։ Ոչինչ, չէ՞ որ ասենք Օլգա Այվազյանը դե սոված իրան կոտորում է։ Ոչինչ, այդպես է իրականում։ Այդպես է կա։ Հետո նենց համով ապուրում եք դոկտորան անվանելով։ Շարունակենք։ Շարունակենք։ Մեզ մոտ արդեն սա համարյա պատրաստ է։ Մենք ավոկադոն արդեն կտրտեցինք։ Հիմա կավելացնենք ավոկադոն ապուրի մեջ։ Ինչու՞ ասում, արագ լինի, որովհետև դիտես չէ, այնտեղ հյուրերը արդեն շատ անհանգիստ են։ Հյուրերը կգնան ծնունդի տեղը կուտեն, ինչ որ պետք է սա, մեզ հետ չեն նստելու։ չէ կնստեն, կատակ եմ անում։ Ավոկադոն խառնեցինք եւ հիմա ինչ ենք ավելացնում, լիմոն ենք ճզմում։ Մի քիչ էլ բաժակի մեջ։ Լավ։ Իսկ եւ լիմոնը այստեղ ինչ է տեղի ավելացնում ենք ապուրի մեջ, հա իհարկե։ Այդտեղ արդեն հավիդոշը կամած պատրաստում է, ինքը դեռևս երկար ճանապարհ ունի, ինքը դեռևս ջեռոցում պետք է տեղափոխենք ջեռոց, այնպես որ դրա համար եմ հանգիստ, այսքան ինձ թվում է բավական է, ինքը թթվաշություն ուղղակի որ ապուրին տա։ Լավ, ապուրը այսքանով վերջ պատրաստում։ Ապուրը այո, ավելացնում ենք լիմոնը, խառնում ենք, սպասում ենք եւս 10 րոպե, որ պատրաստ լինի եւ ամենակարևորը ավելացնում ենք կանաչին։ Կեցես հիշեցիր։ Հիշեցի վերջում։ Վերջ, ապուրի հետ ամեն ինչ պատրաստ։ Ապուրի հետ ամեն ինչ պատրաստ է, կարծում եմ բաղադրատոմսը հիշեցնելու կարիք չկա, ինքը այդքան էլ բարդ չի։ Միան չմոռանանք պարտադիր եւս աղ անել։ Մի քիչ արա, մենք հետո ըստ ճաշակի կավելացնենք։ Սա այսքան ինձ թվում է բավական է, չէ՞, մի քիչ էլ ու վերջ։ Իսկ երկրորդ բաղադրատոմսը, սա արդեն վերջ, այստեղ էլ ավելացնելու ոչինչ չունենք, եւս 10 րոպե, որպեսզի ամեն ինչ արդեն լինի պատրաստ։ Իսկ այստեղ մենք հիմա պետք է ավելացնենք արդեն կտրատված կանաչ բիբարը եւ գազարը։ Ավելացնում ենք հավիդոշին, սոխին եւ սխտորին։ Բարձ է։ Եվս 2-3 րոպե թողնում ենք, հա։ Մենք հիմա միանգամից կավելացնենք այնտեղ
Կավելացնենք նաև կուկուրուզը։ Եվ վեր։ Ոչ։ Սա եւս խառնում ենք։ Շատ տնարար է, էս է։ Շատ։ Անում ենք եւս մի քիչ աղ, նորից հետո ըստ ճաշակի երևի թե մի քիչ ավելացնում ենք աղ։ Սրա անունը ես միշտ Սուրեն մոռանում եմ։ Խմելի սունելի ենք ավելացնում, որը եւս համ է տալիս։ Ապրես։ Ստացած Ոչ։ չի կարելի Ոչ։ Իհարկե կարող եք։ Իհարկե կարող եք եւ նախընտրելի եւ ցանկալի է եւ իդեպ ուզում եմ ասել, որ տարբեր ձիթապտուղներ են։ Սա մի քիչ շատ ենք անում, Չորսն է տարբեր։ Շատ հեշտ բացվում է իդեպ։ Խնդրեմ։ Միայն սև ձիթապտուղ թե Չէ, մյուսից էլ բացեք, մյուսը բաց է։ մի քիչ կարմիր բիբար։ Սա ամեն ինչ լինի կծու։ Այս ամենը եւս խառնում ենք։ Խնդրեմ։ Նույնիսկ առանց փլավը ավելացնելու Սուրեն տեսիչ գեղեցիկ տեսք ունի ինքը, մեքսիկական, հիշեցնում եմ մեքսիկան, չէ՞, չես կարծում։ Ապուրը համարյա պատրաստ է։ Մեքսիկական ես հիշում եմ բուրիտոները։ Ահա։ Եվ կարոտել եմ բուրիտոներին, բայց մոտ ապագայում կարծում եմ կհայտնվենք Միացյալ Նահանգներում եւ այնտեղ ինչ որ մեկը մեզ համար բուրիտո կպատրաստի։ Եվ դուք կնկարանեք բնականաբար։ Վերջ ապուրը կարծես պատրաստ է, սրանից հետո մնում է միայնացնել ամանների մեջ, փոքր ափսեի մեջ Օլգա Այվազյանին տվեք, որ համտեսի։ Հա, հետո կշարունակենք։ Բրատ, դու ուժել կարաս դատարկես սենց, օբշի շուրջ դուք։ Շուրտուսը։ Լավ, հերիք այդ կնե։ Հա, չէ, ինչն է, հերիք սոխտի դուխովկա կնե։ Պատմիր։ Հետո չասես ես պատրաստեցի, ես քեզ օգնեցի շատ։ Հա, այստեղ Օլգա Այվազյանը արդեն փորձարկումներ անպայման չիպսով։ Ես հոտից ուղակի արդեն Ինչպես է։ անմահական։ Այդպես չիպսով պետք է ուտել։ Այո, մեքսիկական սուպը ուտում են չիպսով։ Դե ասեմ շատ համեղ է ստացվել Վարդան ջան։ Կծու է թե նորմալ է։ Ով որ գայս ունի փոշմանի հաստատ։ Դե պետք է մտածենք ով է գալու։ Սուրեն, իսկ հաջորդ գործողությունը կարծես թե դու ես ընտրություն կատարել։ Մենք ենք ընտրություն կատարում, այնպես չի որ մենակ Վարդանի ուսին են թողնում։ թթվասերի մեջ մի քիչ ավելացնում ենք ջուր, շատ քիչ, այս այնտեղից կվերցնենք ջուրը։ Ջուրը ավելացրեցինք թթվասերի մեջ։ Խառնում ենք եւ ամբողջությամբ դատարկում տվյալ փլավի մեջ։ Այստեղ պանիրը դա ամենավերջում։ Վերջ թթվասերը դատարկեցինք, հիմա խառնում ենք։ Ջեռոցը պատրաստ է։ Ջեռոցը համարյա պատրաստ է, մենք մինչև առաջին մինչ ապուրը փորձենք, պատրաստ կլինի նաեւ այս գրեթե։ Այո։ Անպայման ասեմ, որ 180 աստիճանի վրա պետք է դնել ջեռոցը, ինչը ես հենց հիմա կանեմ։ 180 աստիճանի վրա։ Ահա։ Քանի րոպեից պատրաստ կլինի։ Սա խառնեցինք, մի անգամից ավելացնում ենք պանիրը եւ բնականաբար դնում ջեռոցի մեջ։ Եվ 20-30 րոպե պետք է սպասել։ Չէ, ավելի քիչ, մոտավորապես 10-12 րոպե, որովհետեւ ամեն ինչ պատրաստ է, սա ուղղակի որպեսզի եւս մեկ անգամ ջեռոցում էփվի եւ վերջ։ Կհանդիպենք սեղանի շուրջ։ Կհանդիպենք սեղանի շուրջ։ Եվ ինչն է ամենակարևորը, որ ապուրի մեջ պարտադիր պետք է լցնենք, ասում եմ, չէ, իրենց խաշն է սա, մեր խաշի մեջ լավաշ են անում, իրենց մոտ չիպսեր են անում։ Դու խաշը կարելի է փորձել չիպս, տեսնենք ինչ կստացվի։ Հետաքրքիր համբնա։ Կարելի է փորձել։ Տեկիլան թակվեց, առատություն է, ինչ-որ մի բան նշանակում է։ Բայց պետք է տեկիլայից սկսել, թե այո, տեկիլայից, սա ուղղակի պետք է ապուրի մեջ լցնել չիպսերը, որպեսզի հալվեն։ Ահա, շատ գեղեցիկ եք պատրաստել։ Սովորաբար տեկիլան ինչ-որ մեկի մարմնի վրայից են, չէ՞, այսպես խմում։ Դե այսօր այդ դեպքը չի, այսօր ուղղակի ընտանեկան միջոցառում, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ եկաք մեզ հյուր եւ թող բոլոր դռները միշտ բաց լինեն ձեր առջեւ։ Շնորհակալություն։ Ու հետաքրքիր է շատ Սուրենի կարծիքը այս բային։ Չէ, ասեմ, որ ապուրը շատ համեղ էր։
Շնորհակալություն։ Ինքը յուրատուկ ունի։ Ինչ կարծիքեր։ Իսկ այս մեքսիկական մյուս կերակրատեսակը Նույնպես շատ համեղ է, ես անկեղծ ասած փորձել եմ մեկ անգամ, բայց Վարդանի պատրաստածը հիմա ասեմ։ Ու լավ կլինի, որ անկեղծ ասեք, սա չլինեն տարբերակը, որ կամերան անջատվի, ասեք, չէ, այդքան էլ լավ չէ։ Չէ, ես նախընտրեցի ապուրը շատ ավելի հետաքրքիր է։ Նաև ուզում եմ ասել, որ Բեկոն ընկերության կողմից տրամադրված մսամթերքն է սեղանին եւ սելյա ձիթապտուղը։ Ինչպիսին էր, փորձեցիր։ Արտակարգ։ Լավ, շնորհակալություն, շատ համեղ էր։ Մենք շարունակենք վայելել այս մեքսիկական կերակրատեսակները։ Շնորհակալություն։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Torabika cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Torabika cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта. Շնորհակալություն։ Մենք այսօր մեքսիկական խոհանոց վայելեցինք, շատ համեղ էր։ Ցտեսություն։ Շնորհակալություն ձեզ, համեցեք երբ կուզեք, թեկուզ առանց տեսախցիկ, մեր դռների միշտ բաց են ձեզ։ Մյուս անգամ ինչ խոհանոց կհամցնես մեզ։ Դե կմտածենք միջև այդ։ Արաբական։ Շնորհակալություն։ Մասնագետնա։ Ստեսին։ Տեսին։ Վերջ, կարծում եմ լավ ստացվեց, ընդհանրապես երևի հայկական ավանդույթի համաձայն պիտի վատ ասենք, բայց մենք կասենք լավ է, շատ լավ էր ու ուրախ ենք, որ մեր ընկերները եկան ու այսօր շատ համով բաներ սարքեցինք։ Ամենաուրախով կլինի մաման, որտեղ այսօր էլ ճաշ չի պատրաստելու։ Մերսի իրանց, որ եկան շատ։ Շատ մերսի։ Այնպիսի տպավորություն էր, որ Վարդանը ամեն ինչ անում էր, որպեսզի խոհանոցում հմուտ երևար։ Պարտադիր չէր։ Դիմադրենք քաղցին միասին։